Վերադարձանք տաղավարը ու պատահական չէ, որ ես հայտնվել եմ հենց այս անկյունում, քանի որ դուք էլ արդեն սիրելիներս շատ լավ գիտեք ու մեր հավատարիմ հեռուստատողներն արդեն սովորել են, որ եթե հաղորդավարներով մենք հայտնվում ենք այստեղ, ուրեմն շատ կարևոր թեմաների ենք անդրադառնալու։ Իսկ այսօր մեր հյուրի հետ մենք խոսելու ենք օստեոպորոզ հիվանդության մասին, ինչ է սա, ինչ խնդիրներ կարող է առաջացնել, ինչ բարդությունների կարող ենք մենք հանգել, ինքնաբուժությամբ չզբաղվենք, երբ դիմենք բժշկին, կամ գուցե բժշկից խորհուրդներ լսենք, մենք ինքներս տան պայմաններում։ Մի խոսքով շատ հարցեր կան, որոնք որ ես արդեն ուզում եմ շտապել, տալ մեր հյուրին, ով մեր տաղավարում է։ Իսկ այս պահին սիրով ներկայացնեմ մեր հյուրին, Իրինա Մուրադյանը մեր տաղավարում, մեծահասակների եւ մանկական էնդոկրինոլոգ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Առաջարկում զրույցը սկսենք այնտեղից, թե առհասարակ ինչ է օստեոպորոզը։ Շնորհակալություն նախ հրավերի համար ու նաև այս շատ կարևոր թեմային անդրադառնալու համար, որովհետև շատ հաճախ ոսկրային առողջությունը երբ անտեսվում է, բայց դրա մասին խոսելը շատ կարևոր է։ Ինքնին օստեոպորոզը բավականին բարդ, քրոնիկ, ծանր հիվանդություն է, բայց երբեք չի զարգանում միանգամից։ Մինչև օստեոպորոզի զարգանալը կան փուլեր, ընթացք, որը կարելի է կանխարգելել։ Այ ամենակարևորը հենց այս հիվանդության կանխարգելումն է, որովհետև օստեոպորոզի բուժումը հիմնականում միտված է process-ը կանգնացնելուն։ Վերականգնման աշխատանք տանել ոսկրերի հետ ավելի դժվար է։ Օստեոպորոզը ինքնին ոսկրերի քայքայման հիվանդությունն է, այսինքն երբ որ ոսկրային խտությունը խիստ նվազած է։ Ինչ կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի մենք ունենանք նման հիվանդություն։ Դա ժառանգաբար է մեզ գալիս, գենետիկայի հետ է կապված, թե վիրուսային ինչ-որ տեսքով է օրգանիզմը ընկալում։ Մի խոսքով, ինչը պատճառ կարող է հանդիսանալ։ Օստեոպորոզի ռիսկի գործոնների մեջ իհարկե շատ մեծ դեր ունի ժառանգականությունը, այսինքն եթե ընտանիքում հայտնի դեպքեր կան օստեոպորոզի կամ եթե անգամ ախտորոշված չի եղել, բայց գիտենք ընտանիքում, որ ասում են հիմնականում օրինակ տատիկները, պապիկները, հորաքույր, մորաքույրները օրինակ ասում են շատ կոտրվածքներ են ունեցել։ Դա եւս ժառանգականության նշան է բժշկի համար, որ գուցե չի ախտորոշվել այն ժամանակ, բայց իմանանք, որ հավանականություն ընտանիքում կա։ Ժառանգականությունը մեծ գործոն է։ Մյուս գործոններից է նաև կին լինելը, ուղղակի կին լինելը արդեն իսկ բարձրացնում է ռիսկը, հատկապես 35 տարեկանից հետո ու հատկապես մենոպաուզալ տարիքում, այսինքն դաշնանադադարի ժամանակ։ Մյուս ռիսկի գործոնն է նաև ծխելը, ֆիզիկական ակտիվության նվազ լինելը, այսինքն քիչ ֆիզիկապես ակտիվ լինելը կյանքի ընթացքում եւս ռիսկի գործոն է, ալկոհոլի շատ օգտագործումը, այնպիսի քրոնիկ հիվանդություններ, որոնք որ պահանջում են դեղորայքային երկարատև բուժում, օրինակ ռևմատիկ հիվանդությունները, այսինքն կա հատուկ դեղորայքի տեսակներ, որոնք որ նաև բերում են օստեոպորոզի, թեպետ պացիենտը չի կարող ընտրել ստանալ այդ դեղորայքը թե չէ, որովհետև օրինակ կյանքի ցուցումով դա նշանակված է։ Այսինքն գիտենք, քաջատեղյակ ենք, որ այո, կան որոշակի դեղերի տեսակներ, որոնք որ բերում են օստեոպորոզին։ Դա իմանալով մենք կարող ենք նաև Բայց արդյոք բժիշկները մեզ խորհուրդ տալիս են, որ գիտեք ինչ կա, այսա որ ձեզ նշանակել ենք այս հաբը, որ գնաք օգտագործեք կամ ընդունեք, դրա պատճառով հնարավոր է որ սա լինի։ Շատ դեպքերում մենք որպես հիմնականում սա վերաբերում է քրոնիկ ամբողջ կյանքի ընթացքում խմվող դեղերին, այսինքն այն ինչ որ օրինակ մի ամիս կամ երկու ամիս կընդունի պացիենտը կամ ինչ որ կարճ ժամանակով հիմնականում դրանք չեն ազդում։ Սա այն դեղորայքի մասն է, որ երկարատև ազդեցությունը կթողի, որովհետև երկարատև պացիենտը կստանա։ Տարիքային սահմանափակում ոնց հասկացած չունի, այսինքն կարող են փոքրիկներն էլ ունենալ։ Այո, ոսկրերի խտության խիստ նվազում լինում է նաև փոքրիկների մոտ, ուղղակի այս դեպքում ավելի շատ դերը գենետիկ ֆակտորներինն է եւ սննդամթերքի միջոցով ոչ բավարար կալցիումի եւ վիտամին D-ի ստանալունն է։ Այսինքն երիտասարդ տարիքում մեխանիզմները մի քիչ այլ են, մեծահասակների մոտ մի քիչ այլ են, բայց այո, ցավոք սրտի լինում է։ Լավ, հասկացանք, որ հիմնականում կանանց մոտ է 35-ից բարձր, երեխաների մոտ է ցավոք սրտի դա լինում է։ Հասկացանք, թե ինչպես կարելի է գլխի ընկնել, որ մենք ունենք այս հիվանդությունը, նաև հաճախակի կոտրվածներ ստանալը կամ թուլություն զգալը հոդերում, ոտքերում, մի խոսքով ամբողջ օրգանիզմում։ Ինչպես պետք է գործողություններ անել բուժման հետ կապված, որ պահին է պետք արդեն սկսած դիմել բժշկի։
Ինչպես նշեցի, օստեոպարոզը դա հիվանդության հենց բուն այն ամենակուլմինացիոն շրջանն է, այսինքն մինչև օստեոպարոզին հասնելը պետք է արդեն իսկ անհանգստանալ կալցիումի եւ վիտամին D-ի բավարար քանակի համար օրգանիզմում։ Այսինքն, եթե կան ռիսկի գործոններ, օրինակ ժառանգականությունը կամ օրինակ երկարատև կալցիումի պակասը օրգանիզմում, կամ կան գանգատներ, օրինակ կոտրվածքները, նախ շատ կարևոր է հասկանալ ինչ կոտրվածք է։ Եթե կոտրվածքը տեղի է ունեցել շատ քիչ հավանական դեպքից հետո դա շատ մեծ ռիսկի գործոն է, որ հնարավոր է հենց այստեղ օստեոպարոզ ունենք։ Օրինակ, պացիենտները գալիս են ու ասում են, որ փռշտալուց իրենց ոսկրերը կոտրվել են։ Սա օստեոպարոզի Բայց լինում են դեպքեր անկեղծ, որ փշտալուց մարդու ոսկորը կոտրվել։ Լինում են, ցավոք լինում են։ Ու այս այն դեպքերն են, երբ որ արդեն հենց այդ ժամանակ մենք գիտենք, որ ունենալու ենք գործ օստեոպարոզի հետ։ Այսինքն, շատ կարևոր է հասկանալ ինչ իրավիճակում է առաջացել կոտրվածքը։ Եթե ասեն օրինակ շատ բարձր տեղից ընկել են կոտրվել է, հավանականությունը մեծ է որ կկոտրվել, բայց եթե օրինակ քո իսկ բարձրությունից, այսինքն ոչ շատ էքստրեմալ պայմաններում ընկել ես ու կոտրվածք ա եղել, բազմակի կոտրվածք կամ այդ կոտրվածքները մի տարվա մեջ կրկնվում են, մի հատ ինչ որ ոչ ճիշտ շարժումից կոտրվածքներ են լինում, արդեն օստեոպարոզի հավանականությունը շատ մեծ է։ Մյուսը ողնաշարի ցավերն են, որոնք որ եւս կարող են կապված լինել, ինչի, որովհետեւ ողերի կոտրվածքները միշտ չի որ պացիենտը իմանում է դրա մասին։ Կարող է լինի փոքրիկ ճակ կոտրվածք ու չիմանա, բայց դա դրսևորվի ցավերով։ Մյուսը, այսինքն հենց օստեոպարոզը հիմնական կոտրվածքներով ենք իմանում ու նաև դա եթե ժառանգականություն եւ այլն, բայց մինչև օստեոպարոզի հասնելը շատ ուշադրություն ենք դարձնում կալցիումի եւ վիտամին D-ի վրա։ Պարբերաբար երբ որ մենք գնում ենք բժշկի ստուգումների, հետազոտությունների, նույնպես պարտադիր պայման կարելի է դառնալ այս դեպքում կալցիումի։ Եթե կան այդ ռիսկի գործոնները, խիստ պարտադիր է մի հատ քննարկել բժշկի հետ։ Եթե կան կոտրվածքներ, արդեն լրիվ ուղղորդումը դեպի բժշկի էնդոկրինոլոգը միանշանակ։ Բուժումը, տեսեք, եթե արդեն կա օստեոպարոզ, բուժումը արդեն անցկացվում է հենց օստեոպարոզի բուժման դեղորայքով, որոնք որ թեթև դեղեր չեն, սակայն ունենք արդյունավետություն, բիսֆոսֆոնատներն են, մոնոկլոնալ հակամարմիններն, այսինքն sense լուրջ խմբեր են դեղորայքի, որոնք որ Այսինքն դեղորայքային բուժում է ինքը իրանից ենթադրում։ Հա, ու ենթադրվում է, որ ուղղակի process-ն են կանգնացնում, բայց մինչև այդ Ոչ բուժում։ Ունենք նաև մի քիչ ավել ոսկրային, այսինքն բուժումը ինչին պիտի միտված լինի, որ այդ ոսկրը, որը որ խտությունը լրիվ նվազել էր, նորից վերակառուցենք իրան։ Կա որոշակի լավ պրոգրես, դրական դինամիկա որոշակի լինում է, բայց որ լրիվ իրանք դառնան այն հին լավ ոսկրը։ Ոնց որ ծնվել ենք մեր մայրիկից եւ հայրիկից։ Բայց ամեն դեպքում դեռ բժշկությունը այտենց հստակ համարենք որպես բուժում չունի, բայց ունի բավականին արդյունավետ տարբերակներ, որը առաջարկում։ Այո, դրանով իսկ մենք կարողանում ենք կանխարգելել հետագա բոլոր կոտրվածքները այդ բուժման միջոցով։ Ինչը հրաշալի է։ Շատ լավ։ Տատիկը երբ որ օրինակի համար ասում է, ես գիտեմ իմ մայրիկս Էրզրումից դեռ սկսած այս բաղադրատոմսը բերել էր, սա պետք է օգտագործել։ Կա նման բաներ, որ բժշկությունը դրան օրինակ նորմալ է նայում։ Որ, չգիտեմ, սոխը մաքրում ենք, վրան լցնում ենք աղ, մի քիչ մեղր, փաթաթում ենք ինչ որ սավանով, անպայման մի ինչ որ պոլիէթիլենային ինչ որ մի տոպրակ ենք այնտեղ հարմարացնում։ Շատ ենք, չէ՞ թե այդպես բաներ անում հեքիմական արդյոք այս ամեն ինչը օգնում է թե խանգարում։ Չի օգնում, ու շատ դեպքերում կարող է խանգարել, որովհետև դա կարող է ծածկել իրական ախտանշանները ու պացիենտը ավելի ուշ դիմի բժշկի։ Ինչքան շուտ դիմել բժշկի, այդքան հավանականությունը, որ ձեր հարցը կլուծվի, ավելի մեծ է։ Ուսա միայն օստեոպարոզին չի վերաբերվում, այլ բոլոր խնդիրներին։ Իսկ բժիշկների խորհրդով կա ինչ-որ բաներ, որ ինքնաբուժությամբ կարող է բուժարուն զբաղվել։ Եթե օստեոպարոզի մասն ենք խոսում, չէ, բայց օստեոպարոզի կանխարգելումը միանշանակ պացիենտի վրա է։ Իհարկե, գրագետ բժիշկների եւ նաեւ այսպիսի մեր հաղորդման պես լուսավորչական աշխատանքների միջոցով։ Ինչ պետք է անի պացիենտը, որպեսզի օստեոպարոզ չունենա։ Նախ պետք է ֆիզիկապես ակտիվ լինի։ Ինչքան մկանները շատ աշխատացնենք, մարզված լինեն, այդքան մեր ոսկրերը կստանան իրենց օգտակար նյութերը։ Դադարենք ծխելը։ Ծխախոտի օգտագործումը շատ մեծ գործոն է օստեոպարոզի։
Իսկ կոնկրետ նիկոտինը իր բացասական ազդեցությունը բացի շնչառության, թոքերի եւ հատկապես այստեղ հենց ոսկորների վրա նաեւ իր ազդեցություն ունի։ Շատ լավ։ Մյուսը ալկոհոլի օգտագործումը, չափազանց օգտագործումը եւս կարող է բերել օստեոպարոզի։ Եթե հարցնեք որպես բժիշկ, ալկոհոլի անվտանգ տեղաչափ չկա, գոյություն չունի։ Այսինքն մենք ընդհանուր մեր խորհուրդը բժիշկների կողմից կլինի այն, որ այո, ալկոհոլի օգտագործումը վնասում է օրգանիզմին, բայց կոնկրետ օստեոպարոզին առավելապես կարող է վնասել հենց չափազանց օգտագործումը։ Մյուսը օգտագործել կալցիումով հարուստ սնունդ։ Կալցիումով հարուստ սնունդը հիմնականում կաթնամթերքն է, ծովամթերքը, կանաչ տերևով բանջարեղենը, կաղամբազգիները, օրինակ բրոկոլին, կաղամբները, սպանախը, իսկ կաթնամթերքից նաև 4 տեսակի պանիրները, որ ամենաշատն են պարունակում, օրինակ պարմեզանը։ Սպիտակուցներով, կալցիումներով ավելի հագեցած են տեսակները։ Այսինքն, եթե մենք կարողանանք օրվա մեր ռացիոնում ավելացնել կալցիումով հարուստ սնունդը, դրանով իսկ արդեն նաև օստեոպարոզը կկանխարգելենք։ Եվ մյուս շատ մեծ գործոնը դա վիտամին D-ն է։ Ցավոք սննդի միջոցով մենք վիտամին D չենք ստանում։ Մենք ստանում ենք վիտամին D արևի ճառագայթներից։ Ուղղակի մի քիչ դժվար է դա կազմակերպել քաղաքային պայմաններում, որովհետև պետք է մարմնի մակերեսի բավականին մեծ մաս պետք է բաց լինի ու հենց գոնե 30 րոպե գտնվել արևի տակ։ Դրա համար մենք հիմնականում վիտամին D-ի պաշարները լրացնում ենք վիտամին D-ի պրեպարատներով։ Շատ կարևոր է կարելի առաջի ձեր նշած մարզվելը, առավոտյան մարզվել, հենց այդ նույն արևի հետ առնչություն ունենալ։ Իրականում առողջ ապրելակերպը մենք էլ շատ հաճախ ենք հենց մեր առավոտլուսոյի տաղավարից եւ ոչ միայն հանրայնարստանգերություններ բարբերաբար անդրադառնում է հաղորդումներով իր նույնիսկ պետք է առողջ սնվենք, սիրելիներս, ու մեր առողջությունը հենց ինքներս մեր ձեռքերում է։ Հետաքրքիր է նաեւ եթե իհարկե ունեք այդ ցուցանիշները Հայաստանի Հանրապետությունում արդյոք շատ են մարդիկ, որոնք որ ունեն այս հիվանդությունը։ Ես ինքս չեմ տիրապետում հենց Հայաստանի Հանրապետության տվյալներին, սակայն ես նաև վստահ եմ, որ մեր լուսավորչական աշխատանքների միջոցով պացիենտները շատ ավելի տեղեկացված են, այսինքն դիմելիությունը այս հարցով հստակ ավելի շատացել է։ Համեմատաբար տարիներ առաջվա։ Ու նաև կանխարգելումն է լավացել, այսինքն եթե այն ժամանակ օստեոպարոզի դեպքերը կգային շատ կոտրվածքներով արդեն ու շատ ավելի բարդացած, հիմա մենք կարողանում ենք նաև կանխարգելել։ Այսինքն այն բոլոր գործոնները, որոնք որ հիմա կան, այն ժամանակ էլ են եղել, սակայն քանի որ դիագնոստիկ հնարավորությունները ավելի լավացել են եւ պացիենտների տեղեկացվածությունը ավելի բարձրացել է, ավելի հեշտացել ու ավելի մասսայական կարողանում ենք դա կանխարգելել։ Որպես վերջին հարց դիտարկենք, քիչ առաջ որ մենք խոսում ենք, նշեցիք ցավոք սրտը գենետիկորեն էլ է անցնում նաև մարդկանց մեջ, բայց մենք կարող ենք դա դեռ վաղ տարեկից երեխաների մասն է հիմնականում խոսքը հասկանալ կամ չգիտեմ, փորձել չփորել, դա կլինի տարբեր տեսակի ինչ որ հետազոտություններ, որ կա արդյոք մեր ժառանգաբար անցած այս հիվանդությունը թե ոչ։ Ինքը օստեոպարոզը, որը որ մեծահասակների մոտ լինում է, ինքը չի համարվում հենց կոնկրետ, որ մենք ճանաչենք այս գենի պատճառով է առաջացել օստեոպարոզը, որպեսզի կարողանանք օրինակ գենետիկ անալիզով դա հասկանանք, բայց եթե երեխայի մոտ կա ոսկրային խտության նվազման խնդիր, դա լինում է բարակ ձեռքերով հիմա ինչ ունենալու կոտրվածքներ։ Եթե կոտրվածքներ չունի, ապա ուղղակի ապահովում են կալցիումը, վիտամին D-ի բավարար քանակը։ Դրանով վստահ ենք լինում, որ օստեոպարոզ չի լինելու, եթե չկան կոտրվածքներ։ Եթե կան կոտրվածքներ, գնում ենք հետազոտության։ Նաև նշեմ ոնց են ախտորոշում օստեոպարոզը։ Բացի այն, որ լսում ենք պացիենտին, քննարկում ենք ամեն ինչ, նաև կատարվում է դենսիտոմետրիա, ինքը ռենտգեն սարք է, հատուկ ռեժիմով, որը ցույց է տալիս հենց ոսկրերի խտությունը։ Ու կոնկրետ ցուցանիշից ներքև համարվում է խտությունը խիստ ցածր օստեոպարոզին։ Մեջտեղի զոնան համարվում է օստեոպենիա, այսինքն ոսկրային խտության նվազում ուղղակի, ոչ թե քայքայում, այլ ուղղակի խտության նվազում։ Ու դա նաև նորմալ է։ Այսինքն դուք չափանիշներ կան այնտեղ հստակ է, այսինքն կրիտերիաները հստակ են, այնպես։ Սարքերի շնորհիվ դուք հստակ արդեն իմանում եք։ Նույնն էլ երեխաների դեպքում էլ նույն ձև կարող է կիրառվել։ Շատ շնորհակալություն Իրինա, կարևոր խորհրդի համար, կարևոր զրույցի համար, կարևոր այն խորհուրդը, որ մենք փոխանցեցինք միասին իհարկե մեր հեռուստատողներին, եւս մեկ անգամ համոզվում ենք, որ իրականում ճիշտ ժամանակին մասնագետներին դիմելը դա ամենաճիշտն է։ Եվ առողջ ապրելակերպը դա ուղղակի խոսքեր չեն, իրականում
դա իրականությունն է ու դրանով ենք մենք ապահովում մեր առողջ լինելը եւ մեր երկարակացությունը, թե ինչքան մենք կարողանանք մեր այս մարմնում ապրել։ Շատ շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն եմ մաղթում, իսկ ձեզ մարզվեք, արդեն սկսեք մարզվելով առավոտ լույսով դիտել, այս բան երաժշտություն կլսենք սիրելիներս ու կվերադառնանք տաղավար։